Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 11-ը։ Ղազախական ցորեն տեղափոխող առաջին գնացքն է հասել Հայաստան։ Մինչ իշխանությունը Ադրբեջանի տարածքով բեռների ներկրումը մեր երկիր ներկայացնում է որպես ապաշրջափակման կարևոր քայլ, ընդդիմադիրները ուշադրություն են դարձրել, որ եկած ալյուրը 4-րդ դասի է, որը հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր։ Այս ֆոնին Բաքվից ուղիղ սպառնալիքները շարունակվում են։ Ադրբեջանը թեժ է պահում անկլավների վերադարձի թեման։ Ի պատասխան Երևանն էլ հիշեցնում է Հայաստանի դե յուրե տարածքի Արծվաշենի մասին։ Գարիկ Մուրադյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Հիշեցնեմ, մինչև այս սահմանապահ զորքերի հրամանատարն Էդգար Հունանյանն էր։ Նա պաշտոնից ազատվել է այս տարվա սեպտեմբերին։ 20 զինծառայող է զոհվել Վրաստանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով։ Ըստ որոշ աղբյուրների նրանք Բաքվում նոյեմբերի 9-ի զորահանդեսի մասնակիցներն էին։ Ռուս-ուկրաինական ճակատում լարվածությունը նոր թափ է ստացել։ Ռուսաստանը սեղմում է օղակը Պոկրովսկի շուրջ, քաղաքում ռուսներն արդեն 1000 շենք են գրավել։ Մարտեր են նաև Կուպյանսկում։ Ռազմական փորձագետները վստահեցնում են, Դոնբասում ուկրաինական զորքերը համալրում չստանալու դեպքում չեն կարողանա պահել բնակցերը։ Երկարատև քաղաքական փակուղուց շատդաունից հետո ամերիկյան սենատը հաստատել է կառավարության աշխատանքի վերսկսման մասին օրինագիծը։ 60 կողմ 40 դեմ ձայներով հաստատված փաստաթուղթը հույս է ներշնչում, որ մոտենում է ամերիկյան պատմության մեջ ամենաերկար շատդաունի ավարտը։ Էլիդա Քոչարյանը նվաճել է Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Նույն տարիքային խմբում չեմպիոն է հռչակվել նաև Հարություն Հակոբ-Կոխյանը։ Մեկ այլ քաշային կարգում Թումաս Թովմասյանն արծաթե մեդալակիր է դարձել։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։